Այսօր միջազգային համայնքը Այսօր միջազգային համայնքը նշում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը։ Այն փաստաթուղթը, որը ձևակերպեց համամարտկային արժանապատվություն, ազատության եւ իրավական անվտանգության հիմքերը։ Այս օրը կարևոր առիթ է ոչ միայն հիշելու հռչակագրի ծնունդը, այլ նաեւ վերահաստատելու հավատարմությունը նրա սկզբունքներին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար, անկախ քաղաքական, աշխարհագրական, թե ռազմական հանգամանքների։ Եվ այսօր 21-րդ դարում տեղի ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում է նրանց իրավունքները։ Հայ ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ։ Գերիները երկարատև ժամանակ զրկված են լինում ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչն իր հերթին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր պահանջներից մեկը։ Զեկույցներում ընդգծվում է նաև, որ նրանց նկատմամբ իրականացվող վարույթները, ինչպես նաև պահման ռեժիմը, չեն ապահովում գերիների համար սահմանված նվազագույն երաշխիքները։ Գերության ընթացքում նրանց իրավունքների իրացումը սահմանափակված է։ Այցելությունների սահմանափակում, փաստաբանի լիարժեք հասանելիության բացակայություն, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակաս եւ գործերի քննության ընթացքում գերիների իրավունքների ոչ պատշաճ ապահովում։ Այս պայմաններում յուրաքանչյուր գերի ոչ թե պարզապես ազատությունից զրկված անձ է, այլ մի իրավիճակում գտնվող մարդ, որի նկատմամբ կիրառվող ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Գերեվարումը պահում է դատավորության գործընթացները ոչ միայն իրավական, այլև ինստիտուցիոնալ գնահատման, կարիք ունեն, հաշվի առնելով դրանց թափանցիկության լուրջ պակասը։ Կոչ են կանում ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը անմիջապես միջամտել, պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն եւ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքների անխոչնդոտ իրացումը։ Այսօր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ մենք հիշում ենք, որ իրավունքները չեն սահմանափակվում միայն տողերով։ Այս իրավունքները պաշտպանում են պաշտպանություն, արձագանք եւ գործողություն։ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները պահանջում են մեր ուշադրությունը, միջազգային պատասխանատվությունը։ Աշխարհը, որը հավատում է արդարության եւ մարդու արժանապատվության սկզբունքներին, չի կարող լռել։ Այդ լռությունը կլինի անպատասխանատվության ու անարդարության հավանություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօրը դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ-ի կարևորագույն ձեռքբերումներից է։ Դրա արդյունքում է, որ միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրույթը, առավելապես ՄԱԿ-ը իր իրավաքաղաքական խոսույթում առանցքային տեղ է հատկացրել մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին։ Հենց այսօրն աշխարհի տարբեր մասերում ամենաշատը խոսվում ու նշվում մարդու համընդհանուր հռչակագրի միջազգային բազմաթիվ կոնվենցիաների եւ դրանց հիմնակարային սկզբունքների մասին, որոնցում մասնավորապես բազմիցս հիշատակվում են, նշվում են մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները, խոշտանգումների, դաժան անմարդկային վերաբերմունքի բացառումը եւ այլն։ Սրան զուգահեռ արդեն տևական ժամանակ է Բաքվի բանտերում են գտնվում մեր պատանդարված բազմաթիվ հայրենակիցներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պարզ քաղաքացիներ, ովքեր որ մեկուսացված են աշխարհին, որոնց կյանքի ճակատագրին վերաբերող հարցեր արդեն տևական ժամանակ անորոշության մեջ են։ Հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվում գործունեությունը դադարեցնելուց հետո։ Այս ամենը արդյունք է 21-րդ դարում տեղի ունեցած քաղաքակիրթ հանրության աչքի առջև միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի առջև տեղի ունեցած ցեղասպանության, հազարամյակների իրենց հայրենիքից 150,000 մեր հայրենակիցների բռնի տեղահանության, անմարդկային դաժան սպանությունների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Բաքվի բանտերում է գտնվում, որովհետև իրականացվել է իր կարգավիճակից բխող գործունեություն։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մարդիկ են, գործիչներ են, ովքեր որ
մեկ օր անգամ մինչև վերջին օրը տեղահանության իրենց հայրենակիցներին մեկ րոպե անգամ մենակ չեն թողել, չեն լքել իրենց հողը։ Սիրելի հայրենակիցներ, մենք մարդու իրավունքների միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև պահանջում ենք ՄԱԿ-ից ձևավորել անկախ անաչառ հրապարակային դիտորդական առաքելություն, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրական դրությունը պարզելու եւ այն հրապարակային դարձնելու համար։ Պահանջում ենք, որ ՄԱԿ-ը գործարկի հստակ մեխանիզմներ միջազգային կազմակերպությունների մուտքը Բաքվի բանտեր անխոչնդոտ ապահովելու համար։ Այսօր մենք մեր ակցիային զուգահեռ նաև նամակ ունենք, որը որ փոխանցելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին եւ ակնկալիք ունենք, որ այսօրը ոչ միայն զուտ խոսքերի հայտարարությունների օր է լինելու, այլ նաև իրական այս հարցերին հետևողական լինելու օր է լինելու։ Եթե իրականում կա մարդու իրավունքների իրական պաշտպանություն, անկախ աշխարհի որ հատվածում է, ապա մենք կարող ենք արձանագրել, որ այնուամենայնիվ դա մեր ժողովրդի համար, հայության համար ամբողջապես հասանելի չէ։ Եվ ակնկալում ենք նաև, որ թե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իրենց գոյությունը, իրենց առաքելությունը իրապես կկատարեն եւ հետեւողական կլինեն այս խնդիրների լուծմանը։ Այժմ մենք մեր նամակը կփորձենք փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչին։ Մենք մեր ակցիայի շրջանակում դες նամակ ունենք փոխանցելու, կխնդրենք, որ փոխանցեք գրասենյակի ներկայացուցիչին, ակնկալում ենք, որ հենց այս օրվանից սկսած, մարդու իրավունքների միջազգային օրվանից սկսած, իրապես ՄԱԿ-ը իր հայաստանյան ներկայացուցչության ջանքերով քայլեր կձեռնարկի Բաքվում պահվող մեր հայրենակիցների շուտապույտ ազատ արձակուրդությանը։ Ժողովուրդ